Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Այս դերասանուհին, որին այսօր հյուրընկալել եմ հայ պերսոնայում, հանդես է գալիս կոմիկ կերպարներում։ Միայն թե նրա դերասանական կարողությունները կարող են առավելապես դրսևորվել, կարծում եմ, բոլոր ժանրերում։ Որպես երգչուհի նրա հզոր ձայնը նույնպես շատ լսելի չէ։ Գուցե դրանից է, որ մենք չգիտենք բաց չթողնել ճիշտ ժամանակն ու գնահատել այն արտիստներին, որոնք մեր կողքին են ապրում։ Ինչ վերաբերում է նրա մարդկային կերպարին, ակնհայտ է, որ նրան զարդարում է բացառիկ անկեղծությունն ու շիտակությունը, որը կնկատեք, երբ դիտեք այս հաղորդումը։ Իմ հյուրը Մարիա Մաթևոսյանն է։ Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում։ Սովորել է Երևանի Ձերժինսկու անվան համար 20 դպրոցում առաջինից 3-րդ դասարանները, այնուհետև Մոսկվայի համար 943 դպրոցում 4-ից 10-րդ դասարանները։ Չնայած մեծ ցանկություն ուներ, սակայն չընդունվեց Մոսկվայի իրավաբանական ակադեմիա եւ փոխարենը շարունակեց ուսումը Մոսկվայի հումանիտար ինստիտուտի մշակութաբանության ֆակուլտետում։ Ուսման տարիներին խաղացել է ԿՎՆ-ում։ 2007 թվականին վերադարձել է Երևան եւ աշխատանքի անցել ռադիովանում։ Մասնակցել է 2 աստղ նախագծին, նկարահանվել սիթքոմներում եւ Երկրի գանձերը նախագծում։ 2018 թվականից Women's Club հումորային ծրագրի դերասանուհի է։ Մարիա, բարև ձեզ։ Բարև ձեզ, Անիտ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ, որ այդքան սպասեցիք ինձ։ Ես եկա վերջապես։ Շատ ուրախ ենք տեսնել ձեզ։ Դուք գոհ եք ձեզ բաժին հասած կյանքից։ Այո, իհարկե։ Ոնց կարամ գոհ չլինեմ, երբ ես ունեմ ընտանիք, ես ունեմ բալիկ, ես ունեմ իմ ծնողներին, ես ունեմ իմ ընկերներին, ես ունեմ իմ շրջապատը եւ ես ունեմ իմ ամենասիրելի աշխատանքը։ Կարծում եք կա ճակատագիր, թե մենք յուրաքանչյուրս կերտում ենք մեր կյանքը։ Ես երևի շատ եմ մտածել դրա մասին, իրոք։ Մեկ մտածում եմ, որ այո, ճակատագիրը դա основной путь, իսկ մեկ մտածում եմ, որ все-таки մարդն է իր ճակատագիրը երևի թե կերտում։ Չգիտեմ, որն է ճիշտ։ Իմ մոտ երևի ճակատագիրը, չգիտեմ, երևի ճակատագիրը, չգիտեմ։ Իսկ ո՞րն է եղել ձեր կյանքում ձեր կայացրած ամենաճակատագրական որոշումը։ Իմ վերադառնալը Հայաստան 17 տարի առաջ։ Իսկ այս 17 տարիների ընթացքում երբևէ զղջացել եք, եղել է ցանկություն ետ վերադառնալ։ Երբեք։ Իսկ հատկապես ինչն է ձեզ պահել Հայաստանում։ Առաջինը ես բազմիցս ասել եմ, ես Հայաստանից բացի ուրիշ երկիր կարամ գնամ, նայեմ, հրապուրվեմ, շատ սիրուն է, ես շատ եմ սիրում ծով, բայց մեկը ես ինձ Հայաստանից դուրս չեմ պատկերացնում։ Իմ տունն է։ Ո՞րն է Հայաստանում ձեր ամենասիրելի վայրը։ Իսահակյան փողոցը, որտեղ որ ես ապրել եմ իմ առաջի տարիները, պապայի ծնողների տունը Իսահակյան փողոցի վրա էր, հենց կամերային Դոմ կամերնե մուզիկի հենց դիմացի շենքը։ Ու իմ մանկությունը այնտեղ անցել, ու դաժե հիմա որ պրոստը տեղով ման եմ գալիս, անցնում եմ այդ սադիկով, մեկը իմ համար դա ամենա հարազատ տեղն է։ Մարիա, դուք բավական ճկուն անձնավորություն եք։ Հաղորդավարություն, դերասանական աշխատանք, նաև հանդիսավարություն, այնուամենայնիվ որն է ձեր ամենամեծ ափսեն, որում դուք ձեզ շատ լավ եք զգում։ Երևի թե չեմ կարող ինչ-որ մի բան առանձնացնեմ, ամենաշատը սիրում երգել, բայց համ ռադիոն եմ շատ սիրում։ Դերասանական դե ես ինձ դերասանուհի չեմ համարում ու իրոք չեմ համարում, բայց մեր Women's-ի ընտանիքը շատ եմ սիրում ու դրա համար ուզում եմ, որ Women's-ը ինչքան կարա երկար տևի։ Ուրիշ տեղեր ես ինձ չեմ տեսնում, ես սիթկոմում նկարվել եմ, միգուցե պրոստը վատներ, դրա համար ես ինձ ընդեղ չգտա, хотя շատ լավ, коллективը շատ լավն էր, ուղղակի сопутствующие моменты были очень плохие։ Չգիտեմ, ամենտեղ էլ լավ եմ զգում։ Ռեստորանում աշխատելիս էլի ինձ լավ եմ զգում, որտեվ ես երբ որ տեսնում եմ, որ ինձ սիրում են, ես չեմ կարող ինձ վատ զգամ։ Даже չգիտեմ ինչ որ վատը, եթե վատը չեմ լինում, բայց даже եթե հերթի մեջ կանգնում եմ, ահա որ չեմ սիրում հերթի մեջ կանգնել, ինձ համար դա դրանց տհաճ բան չկա։ Բայց որ մոտիկանում են, շփվում են, որ տեսնում եմ, լավ է, դեստեղ էլ ասի որ սիրում են, լավ է, էլի կկանգնեմ այդ հերթի մեջ։ Երբ որ մենք իր հետ ծանոթացանք,
Մենք իր հետ ծանոթացանք, երբ որ նա Էրիկի հետ Կարապետյան մասնակցեց երկու աստղ հեռուստա նախագծում։ Մինչ այդ տենց գիտեինք, բայց այն ժամանակ ավելի պոպուլյար էր տենց կարաոկե գնալ ու ինքը Մոսկվայից նոր էր եկել, մի քանի ժամանակային եկել էր ու կարաոկեի աստղ էր ուղղակի կարելի ասել։ Ես նույնիսկ կարաոկեի առանձնապես սիրահար չեմ, բայց այն ժամանակ երիտասարդ էինք, ով ուր ասում էր, սաղս վեր ենք անում, նույն տեղը գնում էինք։ Եվ Մաշան առանձնանում էր այդ իր շատ մեծ տենց հզոր ձայնով եւ նա շատ ճիշտ ընտրված երկացանկ ուներ, այսինքն նա չէր երգում այն երգերը, որոնք նրան սազական չէին, նա երգում էր այն երգերը, որոնք կոնկրետ իր մասին էին, այսինքն համ ասելիք ունեին, համ այդ տեմբրին էին սազում, համ ընդհանուր կերպարին էին սազում։ Որպես երգչուհի անկեղծ ասեմ, ես ցավով եմ դա նշում, բայց նա չի կարողացել իրեն արտահայտի ամբողջովին, այդ հնարավորությունը չի ունեցել։ Որպես արտիստ ես բացահայտեցի Women's Club-ի շրջանակներում եւ միայն դրականը կարող եմ ասել ու հուսով եմ, որ դեռ նա ել ավելի կբացվի ու ել ավելի կբացահայտի իրան որպես արտիստ, որտեվ միևնույն է Women's Club-ի շրջանակներում իմ կարծիքով շատ քիչ է բոլոր արտիստներին այդ հնարավորությունը տրվում։ Ես օրինակ Մաշային շատ կուզեի տեսնել որևիցե ներկայացման մեջ, ինչ որ հետաքրքիր, ինչ ոչ, եւ մեծ հաճույքով կգնայի, նույնիսկ Տոմսը կգնայի, չնայած գիտեմ, որ նա ինձ առաջիններից մեկը կլինեմ, կհրավիրի ապարտադիր։ 10 տարի առաջ կամ ավելի շուտ Հայ TV-ով, եթե չեմ սխալվում, կար մի հեռուստա սերիալ, ինքն էլ էր մեջ խաղում, եթե չեմ սխալվում, կարող սխալվեմ, որ ալիքով էր, կարծեմ Իրինա Դանիելյանն էր խաղում, Սամվել Գրիգորյանը, այդ ժամանակ այդքան դեռ տարածված չէր այդ ստենդափի ժանրը, այսինքն նա կար, բայց փոքր ու տենց ակումբային տարբերակներով այն ժամանակ կար կամ վիտամին կլուբներ կամ 32, հիմա չեմ հիշում, որ ժամանակաշրջաններ կոնկրետ այդ անունն էլ չեմ հիշում այդ հեռուստա սերիալի, բայց ուզում եմ ասեմ, այդ տենց նախագիծ որ լիներ, ինքը շատ օրգանիկ էր, այդ ինքը ոչ մի բան առանձնապես չէր խաղում, ինքը ոնց կար, այդպես էր։ Օրինակ, եթե ես ուղղակի ոչ ռեժիսոր եմ, ոչ պրոդյուսեր, բայց եթե լիներ, ինքը հետաքրքիր պերսոնաժ է, իրան ափսոս, որ էլ չեն ընդգրկել։ Մաշայի հետ ես ծանոթացել եմ շատ տարիներ առաջ եւ մենք մի վայրում միասին պետք է աշխատեինք, ես դեռ չգիտեի, ես առհասարակ որպես Մարիա Մաթևոսյան իրեն չէի ճանաչում, որովհետեւ ես շատ երկար տարիներ Հայաստանում չեմ եղել եւ այդ օրը պարզապես տեսա տենց Մաշա, բոլորը ասում էին, որ Մաշան էլ է մեզ հետ միասին աշխատելու, Մարիա Մաթևոսյան տենց էին ասում, եւ մեզ մոտ մի անգամից այսպես դրական էներգետիկան կպավ, որովհետեւ երաժշտական մեր նախընտրությունները համընկավ։ Եվ իսկ ինձ համար շատ կարեւոր է, երբ որ մարդ ըստ ինձ ճիշտ երաժշտություն է լսում, ես մի անգամից հասկացա, որ մենք մի ուղղությամբ կարող ենք նայել, եւ այդպես ընկերացանք եւ Փառք Աստծո մինչև այսօր ես արդեն գիտեք որպես ընկերուհի իրեն չեմ համարում, նա ինձ շատ հարազատ մարդ է, մենք կարող ենք ամիսներով չխոսենք իր հետ, պարզապես գրվենք, որովհետեւ զբաղվածության պատճառով է դա լինում հիմնականում, եւ իսկ հարազատ մարդիկ շատ հաճախ կարող են ամեն օր չխոսել, բայց համարվել հարազատ եւ հետո նույնիսկ կարող ենք տեսնենք իրար, այդքան պատմելու բան չունենանք, պարզապես լռենք, այսպես, բայց այդ լռությունն էլ ինչ որ ընկերության մի նշան է, որ կարող ենք լռել, բայց հասկանալ իրար էլի։ Երբեմն մտածել եք թատրոնում աշխատելու մասին։ Չէ։ Եթե այդպիսի հրավեր ունենայիք։ Ես չգիտեմ կկարողանամ ես թե ոչ, որտեվ ասում եմ ես դերասանուհի չեմ, չգիտեմ։ Երևի թե կփորձեմ, որտեվ ես թատրոն շատ եմ սիրում։
Ես երևի թե շատ հազվադեպ ալինում, որ պրեմիերաներ են բաց թողում, դե իմ բախտս բերել անկերներս բոլորը թատրոնում են խաղում, սիրում եմ թատրոն, բայց ինձ չգիտեմ, բայց հետաքրքիր է։ Եթե առաջարկ լինի, երևի թե չեմ մերժի, բայց չեմ կարող խոստանալ, որ ինձ մոտ կստացվի։ Ես օրինակ կուզենայի, որ նա որպես դերասանուհի, թեկուզ ինչ-որ փոքր անտրեպրիզայում կամ ինչ-որ Ստանիսլավսկին, որը ռուսական թատրոն է, բնականաբար նա պրոֆեսիոնալ դերասան չի իր մասնագիտությամբ, բայց նա իր ուղին սկսել է դեռ Մոսկվայում այն մեծ ԿՎՆ-ի ժամանակ, այն երբ որ տենց բոլոր, ես չգիտեմ, ԽՍՀՄ-ի բոլոր նախկին ռեսպուբլիկաներում դեռ այդ ԿՎՆ-ը հերոստա ալիքներով բոլոր ցույց էին տալիս եւ նա այդտեղ էր խաղում այդ Մասլիկով այդ հենց այդ բուն ԿՎՆ-ի ակումբում նա խաղացել եւ այդտեղ է ձևավորվել այդ իր նա երիտասարդ էր շատ այդ ժամանակ ուսանող այդտեղ է նա ձևավորվել որպես պերսոնաժ, ինձ թվում է ինձ թվում է իրան պետք է էլի տենց ինչ որ ներգրավեին, բայց դե չեմ կարող ասեմ, ես շատ կուզենայի։ Երբ որևէ առաջարկ ընդունում եք, դուք նշեցիք, որ սիթքոմում խաղալու փորձ ունեք։ Ունեք որոշակի սկզբունքներ, որոնք պարտադիր հաշվի եք առնում։ Դա կարող է լինել ռեժիսորը, կարող է լինել սցենարական պլանը, կարող է լինել դերի ձեզ համար ցանկալի լինելը։ Գիտեք ոնց տենց բաների մասին էլ չեմ մտածել, ռեժիսոր ինչ-որ կոնկրետ կամ բան, բայց հիմա այդ սիթկոմից հետո, այդ վատ փորձից հետո ես գիտեմ, որ անպայման սցենարը պետքա od ադոյա գրված լինի, ոչ թե դերասանները по ходу պիեսի ինչ-որ բան հորինեն, մոգոնեն, որտեղ ոչ մի բան գրած չի, ոչ մի դիալոգ գրված չի դաժե։ Ու ես վատ հայերենով մտածում եմ, թե ես ինչ պետքա խոսեմ, որտեղ ես տեքստ չունեմ։ Բայց իմ դերը одна из главных ролей, բայց ես չունեմ, տեքստ չունեմ։ Ես ինքս պետքա որոշեմ ինչ պետքա խոսեմ։ Ոչ թե ինչ որ կոնկրետ մարդու հետ պետք է աշխատեմ, չէ, у меня таких принципов нету։ Մարդը մարդ լինի, պրոֆեսիոնալ կարող որ լինի։ Մարիա, դուք կարծում եք, որպես դերասանուհի, ձեր կարողությունները ամբողջությամբ հիմա օգտագործվում են։ Չէ, իհարկե, нет։ Որտեղ կցանկանայիք լինել։ Օսկարում իհարկե։ Կամ կաննում ինչ ոչ։ Мне кажется, что если будет задача интереснее, мне кажется, я постараюсь с ней справиться. Просто вполне возможно, что этой площадки пока еще нет. Если она будет в дальнейшем, да, может быть, и получится. Самый лучший формат театральной постановки – это мюзикл. И вот там бы я мечтала принять участие. Мечтала бы в мюзикле принять участие. Կյանքի այս շրջանում ինչպիսի ցանկություններ կամ նպատակներ ունեք։ Ցանկությունը էլի ասել եմ իմ համար ամենակարևորը որ լինի համերաշխություն, որ իմ ծնողները լինեն ինձ հետ։ Դրանից չգիտեմ ուրիշ բան չի կարա լինի։ Ես իրոք երջանիկ եմ, որտեվ պապաս մամաս կան, որտեվ ես ապրում եմ իմ Երևանում ու իմ Արտյոմը իմ կողքին է։ Ու ես էլի կրկնվեմ, ես ունեմ շատ լավ շրջապատ։ Համ Երևանում, համ Մոսկվայում։ Ես սպասված եմ համ Երևանում, համ սիրված եմ համ Մոսկվայում։ Ում գնահատականն է ձեզ համար ամենակարևորը։ Ծնողներիս, ընկերներիս ու Արտյոմինը, կստати։ Ինքը գալիս է մեկ-մեկ ոմանսի սյոմկաներին ու ինքն է ինձ ասում մամ դες բորշեցիր, մամ դες շատ լավ արեցիր, ամեն ինչ ասում է։ Դուք հեշտ եք խորհուրդներ ընդունում։ Конечно. Особенно, что касается сцены, поскольку я не профессионал, ես իրոք մերոնց շատ եմ լսում։ Որտեվ ուրիշ ձևից չի կարա լինի, որտեվ իրանք պրոֆեսիոնալ են, ես ոչ։ Դե հիմա կարող եմ մի քիչ պրոֆեսիոնալ եմ դարձել благодаря времени, բայց ամենասկզբից ամեն մի բառն էի լսում։ Ամեն մի
запятая, вот все слушала, вот как правильно надо говорить тот или иной текст. Կարծում եմ ցանկացած աշխատանքի մեջ մարդը կարիք ունի գնահատվելու, ինչպես նաև անձնական կյանքում։ Դուք ձեզ գնահատված զգում եք։ Եթե վերցնենք անձնական կյանքը, то երևի թե պրոստը անձնական կյանք չկա։ Այդ մեկը կարանք հələ որ բաց թողենք։ Այնն չի որ ես ասում եմ չի էլ լինի, կարող եմ մի սիրուն օր եւ լինի, բայց հələ որ չկա, այնց особо не переживаю. Что касается работы, я себя иногда сравниваю с другими ведущими, особенно с теми ведущими, которые ведут какие-то мероприятия. И я понимаю, что да, может быть, единственное, что мне мешает быть в данный момент на их месте, это то, что мне уже не очень мало лет. Потому что когда я вижу то, как люди говорят со сцены, особенно по-русски, то есть я с армянским языком не сравниваю, потому что я не умею говорить правильно и четко по-армянски. А я փորձում եմ գրագետ խոսել, բայց все-таки им լեզուն ռուսերենն է, ես ռուսերեն եմ մտածում, ու երբ ես լսում եմ ոնց են հաղորդավարները խոսում ռուսերեն, ես ապշում եմ, որովհետև ես ինձ թույլ չէի տա այդ ռուսերեն իմանալով դուրս գայի բեմ։ Ինչ կասեք կոչումների մասին, որքանով են դրանք կարևոր մարդու կյանքում։ Մի քանի տարի առաջ, որ կոչումները այսպես շռալվում էին, ես ապշացի, ասում էի, լավ, դե հիմա может быть есть за что։ Գիտեք ոնց Ռուսաստանի օրինակը բերեմ, երևի թե շատերը վերջի շրջանում ուզեցան ազատվեն, հա, կոչումներից, որովհետև ոչ թե իրանց ուզեցին ազատել կոչումներից, բայց չէ որ по крайней мере Ռուսաստանում այդ կոչումը տալիս է ժողովուրդը։ Ալլա Բարիսովնա Պուգաչովային ոչ մեկ չի կարա զրկի ինչ որ իր կոչումից, որտեղ она народная звезда. Она, богиня, правда? Для меня, по крайней мере, она богиня. Лучше ее на российской эстраде нет и быть не может. И даже если пройдет много-много лет, все равно она будет лучшая. И кто имеет право у нее отобрать звание? Никто. Что касается нашей с вами реальности, ես երևի թե չեմ բան արել, չեմ շատ խորը մտածել, ասեմ հիշում եմ որ մի քանի տարի առաջ այդ կոչումները բաժանում են, ասենց քմծիտաղ, ասել քմծիծաղ, ասել լավ, օքեյ։ По крайней мере, կան մարդիկ ում ես կտայի այդ կոչումները, եթե ես որոշեի։ Ու թող շատ չհամարեն, առաջի կոչում ես կտայի Իգոր Գլումովին։ Ես կտայի Շուշանիկ Արևշատյանին։ Երևի թե էլի ուրիշ մարդկանց ուղղակի հիմա չեմ կարող տենց շատ շուտ բան անեմ, կողմնորոշվեմ, բայց ոնց կարելի է այդ մարդկանց չտալ ու մի բան էլ ասեմ, որ ինձ զանգահարեցին, հրավիրեցին ու ասեցին հյուրերից նշեք, ում ես առաջինը ում նշեցի, դա Լուսինե Պողոսյանն էր, որը 44 օր եղել է Կռվի դաշտում, ու դրա մասին ոչ մեկ չի խոսում, այդ աղջկան պետք է կոչում տան։ Ինչ է դրա մասին ոչ մեկ ոչի բան չի ասում։ Ուրիշների մասին հա խոսում են, ու ճիշտ է որ խոսում են, բայց չէ որ ինքը աղջիկ է, ջահել աղջիկ է, ու ինքը 44 օր, так же как и другие, была там. Почему про это никто ничего не говорит? Գնահատանքի որ ձևն է ձեզ համար նշանակալի։ Мне, конечно, когда деньги, это очень приятно, но даже когда говорят спасибо, и это очень тоже приятно. Но лучше деньгами. Ով է ամենաամուր հենարանը ձեր կյանքում։ Պապան, մաման։ Իմ ընտանիք։ Իսկ ով է ձեր լավագույն ընկերը։ Արտյոմը։ Դուք ձեզ լավ ընկեր համարում եք։ Այո։ Да, я умею дружить. Իսկ ինչպիսի չափանիշներ ունեցող մարդը կարող է դառնալ ձեր ընկերը։ Искренний, честный.
Да, наверное, это самое главное. Не подлый. То есть человек должен быть чистым. Ես չեմ կարա երևի թե ընկերություն անեմ այն մարդու հետ, ով даже իմ նկատմամբ շատ լավ լինելով ուրիշին վատություն անում չեմ կարա։ Եթե ես տեսնում եմ, որ մարդը իր մեջ ունի այդ ունակությունները անել վատ բան, ես երևի չեմ կարա այդ մարդու հետ ընկերություն անեմ։ Բայց ասեմ, ես ունեմ շատ մտերիմ ընկերներ, որոնց հետ մենք ընդհանրապես ուրիշ ձև ենք мտածում։ Я по-другому вижу то, что творится в России, между Россией и Украиной. У меня есть очень близкие друзья, у которых абсолютно другая точка зрения. Мы просто договорились на эту тему, мы не говорим, потому что мы ругаемся. Но мы друг для друга настолько близкие люди, что лучше нам не говорить на эту тему, но нашу дружбу сохранить. Տեսեք, օրինակ կան մարդիկ, որ ես չեմ կարողանում ընկալել, ընդունել, երբ որ շատ սենց ուղիղ են ասում, բայց Մաշան հենց դրանով տարբերվում է իր կտրուկ խոսքով, հա, այդպես, որը օրինակ ես չեմ կարողանում այդպես ասեմ, ես կարող է դուրս չգա, ես լռեմ եւ այլ կերպ մոտենամ այդ հարցին, բայց Մաշան շատ կտրուկ է եւ այդպես այդ բնավորության գիծը գուցե լավ է, չգիտեմ, բայց ես օրինակ Մաշայի մեջ այդ բնավորության գիծը չեմ սիրում, բայց Մաշան հենց դրանով էլ տարբերվում է եւ կարծում եմ Մաշային հենց դրանով էլ ընդունում են եւ սիրում են։ Նա նենց հումոր ունի, որ ով որ այդ պիտի հասկանա, եթե այդ հումորը նա ցույց տա մի ինչ որ որևէ տեղ, շատ այտեն սուր դիպուկ, ես օրինակ դրա համար իրան շատ եմ սիրում, երբեք չեմ նեղացել, ինձ էլ լիքը շատ անգամ ինչ որ բաներ ասե, բայց դա ինձ թվում է, եթե դու մարդուն ճանաչում ես, բնականաբար դա հումոր է, ում նա տենց չի ասում ուղիղ տեքստով։ Ձեզ հանդիպել են ավելի հաճախ տեխնիկական, թե մարդկային խոչընդոտներ։ Ինձ թվում է իմ ամենամեծ խոչընդոտը ես ինքս եմ, որովհետև ես ունեցել եմ նրանց առաջարկներ, ու ես չեմ ընդունել այդ առաջարկները, մտածելով դե չէ, երևի արդեն մեծ եմ, չաղ եմ, թե չէ, լիքը ջահել երեխեք կան, տաղանդավոր երեխեք կան։ Պատմել եմ, որ ինձ շատ հարուստ մարդ, ինձ մի հատ շատ մեծ ծաղկեպունչ նվիրեց, ու ասեց ես ձեզ ուզում եմ ծանոթացնեմ Իգոր Կրուտոյի հետ։ Ինչ Իգոր Կրուտոյ ինձ ինչ պետք է անի, где Իգոր Կրուտոյ, где я։ Ես ինքս եմ իմ խոչընդոտները, հետո այդ մարդը ինձ փնտրում էր, Մոսկվայում ես արդեն Երևանում էի, որ ուղարկեր ինձ Новая волна, тогда еще в Юрмалу, բայց ինձ չգտան։ Հետո եմ իմացել, որ ինձ ման էին գալի։ Хотя у меня была возможность, ես վիզիտկան ունեի, ես կարող էի զանգեի, բայց ես ամաչում էի։ Իսկ կյանքի ձեր փորձառությունը օգնեց հասնել նրան, որ հնարավորությունը ձեռքից բաց թողնել պետք չէ։ Չեմ կարող ասեմ, որ օգնեց, որովհետև ես մեկը ասենց խուսափում եմ։ Я не люблю быть навязчивой։ Կան չէ մարդիկ, եթե իրանց պետք է, իրանք կզանգարեն, իրանք կպայմանավորվեն, իրանց մասին կհիշեցնենք, ես չէ։ Я нет, навязчивый нет, не смогу։ Ու մաման ինձ շատ անգամ ասում է, աղջիկ ջան, դու ես բաց թողում քո համ գումարը, համ հաջողությունը դու ես բաց թողում։ Ասեմ չեմ, եթե զանգեմ կմտածեն բանա, ей очень нужно։ Ավելի լավ է տենց չմտածեն իմ մասին։ Իսկ դուք ինչ եք խորհուրդ տալիս ձեր որդուն։ Ой, հələ որ այդ թեմայի շուրջ չենք խոսում, о будущем в плане там հիմա խորհուրդ եմ տալի, даже ոչ թե խորհուրդ եմ տալի, իրար հետ ենք որոշում ինքը ինչա դառնալու։ Ես չեմ ուզում ինչ բան անեմ, давить на него не хочу, թող ինքը ընտրի իր ճանապարհը։ Բայց մենք երկուսով կարդում ենք ինչ որ դեպքում իրավաբան ես ուզում դառնաս, օքեյ, բալես, արի կարդանք ինչ պոզիցիաներ ունի այդ մասնագիտությունը։ Օքեյ, այդ կարդացինք։ Մենք դոման ասում եմ, может быть, дипломат։ Օքեյ, Տիամջան, արի կարդանք այդ։ То есть տենց մոտիկից ուզում ենք մանրամասը իմանալ, որ հետո որ Արտյոմը ընտրի ինքը 9-րդից հետո գնում է ավագ դպրոց, թե գնում է ինչ-որ կոլեջ։ Ու ես ասեցի, մաման ասում է, չէ, թող գնա դպրոց ավարտացեմ, մամ։
Միգուցե ճիշտ ես, միգուցե պետք է դպրոցը ավարտի, հետո նոր ինչ-որ ճանապարհ, իսկ կարող է ավելի ճիշտ է իրոք գնա կոլեջ ու արդեն ինչ-որ մի բան ձեռք բերի որպես մասնագիտություն։ Ոնց Արտյոմը կորոշի այդ բանում, ես իր կողքին եմ, ես կհամաձայնվեմ իր հետ։ Մարիա, լինելով շատ զբաղված անձնավորություն, հասցնում եք սիրելի մարդկանց բավարար ժամանակ տրամադրել։ Չէ, к сожалению, ոչ։ Ու նեղանում են ինձանից, իմ ընկերները նեղանում են, որովհետև հազանգում են մաշ իրար հետ տեսնենք, ասեմ, այո, իհարկե, ու ամիսներ անցնում է չեք տեսնում։ Իսկ կյանքում ամենից շատ ով ունի ձեր կարիքը։ Արտյոմը։ Իսկ դուք։ Ու ես էլ։ Ինձ թվում է մամաները ուրիշ ձև չեն կարող պատասխանեն, пока еще дети не взрослые совсем։ То есть երևի թե Արտյոմը որ մեծանա, արդեն իմ կարիքը չի ունենա, որտեվ կունենա ընտանիք, так далее, բայց հələ որ մենք ենք իրար հետ ամենամեծ կապի մեջ։ Ու մեզ հետաքրքիր է իրար հետ։ Ինչպես եք հաղթահարում հիասթափությունը։ Ունեք որևէ ձև կամ կերպ, որով դուք կարողանում եք այդ վիճակից ցած։ Շատ դժվար եմ հաղթահարում, Անջան, ես գիշերները դեռ չեմ քնում։ Մտածում եմ, ինչքան էլ ես չեմ հավատում գարոսկոպներին, բայց Սկորպիոնը ունի մի հատ այնց առանձնահատկություն իրար ուտելով, այսինքն իրան թույնելով, ինչ որ բան մտածի, ես կարամ ասեմ գիշերները չքնեմ, անընդհատ այդ բանի մասին մտածեմ, լացում եմ, ահա որ ես շատ վատ եմ տանում, несправедливость, вот это все очень тяжело для меня. Ու երևի просто ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը просто գնա на задний план անցնի։ Ինչպես եք արտահայտում ձեր բարկությունը, ինչ կարող եք անել զայրացած պահին։ Կարամ գորամ, եթե Արտյոմի հետ է կապնված, կարամ գորամ, եթե ինչ-որ մեկի հետ հեռախոսով եմ խոսում ու ինձ դա չի գալի, просто трубкան կարամ դնեմ։ Եթե ծնողներիս հետ է, իհարկե չեմ կարող գորամ, просто շուր եմ գալի, կարամ դուրս գամ սենյակից։ Տարբեր ձևի երևի թե։ Բայց իմ նեղանալը տևում է շատ կարճ։ Ես եթե մի կես ժամից ես արդեն եթե ինչ-որ շատ վատ բան չի եղել, պրոստը կես ժամ ու ես արդեն մոռացել եմ, որ ես ինչ-որ մեկի վրա նեղացել եմ։ Իսկ մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Այո, կա, բայց ես չէի ուզենա այդ մասին խոսել, որտեվ խոսքը գնում է ճանաչված մարդկանց մասին։ Իրանք բնակվում են ոչ Հայաստանում, բայց երևի թե այդ կոնֆլիկտը ես երբեք չեմ կարող ներեմ, որտեվ ես չեմ սիրում, որ իմ մասին վատ բաներ են տարածում։ Այն ինչ որ ես չեմ ասել, даже չեմ զգացել, բայց դրա մասին даже իմ ընտանիքի անդամներին են ասում։ Ո՞րն է աշխարհում ամենավատ երևույթը ձեզ համար։ Жестокость. Это самое страшное, наверное, быть жестоким. Ինչ խորհուրդ կտայիք ձեզ 20 տարեկանում։ Աղջիկ ջան, շատ մի կեր, մի չաղացի։ Ամենակարևորը դա է։ Երևի թե 20 տարեկանում։ Երևի 20 տարեկանում ես ավելի շատ կսովորեի։ Ավելի շատ ժամանակ կտրամադրեի օտար լեզուներին։ Ու իրոք ամեն ինչ կանեի, որ չգերանամ։ Որովհետև, дорогие девочки, после 50 это очень мешает։ Դուք դա համարում եք ձեր մեծագույն բարդույթը։ Գիտեք ոնց, ոչ թե բարդույթ, то есть ինձ սենց էլ են սիրում, в принципе, տենց էլ սիրում են, նիհար ինձ ոչ մեկ չի տեսել երբեք։ Բայց ես հասկանում եմ, որ առողջությունը դա ավելի կարևոր է, քան մարդկանց սերը դեպի քեզ ու քո օբրազին, հա։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարող ենք ստանալ երջանկություն։ Սեր, естественно, надежда, отсутствие зависти,
ու ջերմություն։ Մյուսի նկատմամբ։ Ես կմաղթեմ իրեն, որ ինքը չտրվի ինչ որ դեպրեսիոն տրամադրություններին, որոնք բնորոշ են բոլոր գիտակից մարդկանց, ես նրան կմաղթեմ քաջ առողջություն, որովհետև կուզենամ նա հիվանդ չլինի, չհիվանդանա, եւ եթե ինքը ունի ինչ որ առողջական խնդիրներ, նրանք անպայման անցնեն, տենց լուրջ չունի, բայց բոլորս արդեն ունենք։ Ուզում եմ ինքը իսկապես վերադառնա այն իր հին վառ կերպարին, նա էլի շատ վառ է, որովհետև հետո որ քայլում ես, ինքը տենց աչքի ընկնում է շատ, բայց ուզում եմ, որ ինքը նոր հետաքրքիր պրոյեկտների մեջ էլ ներգրաված լինի, թե հեռուստատեսությամբ, թե գուցե ինչ որ արդեն YouTube-յան նախագծերում կամ ես շատ կուզենայի, որ ինչ որ փոքր ներկայացում լիներ ու տենց ինքն է մեջը խաղար։ Կանացի երջանկություն եմ ուզում մաղթեմ Մաշային եւ այս վերջերս նույնիսկ մեզ մոտ խոսակցություն եղավ, երևի թե հիմա իրավունք կվերապահեմ, այսպես էլ նրան մաղթեմ։ Ես ուզում եմ, որ նա սովորի բաց թողնել եւ ներել։ Այդքանը։ Ես նրան շատ եմ սիրում իրոք։ Ուզում եմ, որ նա իր տղուց միայն դրական էմոցիաներ ստանա, հիմա էլ է ստանում դրական էմոցիաներ, որ իր տղեն արդարացնի իր բոլոր սպասումները, որովհետև ինքը ապրում է իր զավակի, իր որդու համար եւ այդ իր ամենաբաղձալի ցանկությունն է, համոզված եմ։ Ասեմ, որ Մաշան ասենց ռուսերեն բառ պետք է օգտագործեմ, яжмать տարբերակ մամաներից է։ Դա պարզ է, որովհետև նա շատ իր կյանքը ամբողջովին տալիս է իր տղային Տյոմին եւ ես ականատես եմ եղել ոնց է ինքը ամեն մի փոքր ինչ որ խնդիրների համար որ կարող էր հանգիստ վերաբերվել շատ ավելի ծանր եւ անհանգիստ է մոտեցել։ Ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ զգացողություններ ունենալու համար։ Առողջություն եւ փող։ Շնորհակալ եմ շատ անկեղծ, ինձ համար շատ հետաքրքիր, գեղեցիկ հարցերի պատասխանելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ այսօր ձեզ մոտ էի, շատ սիրուն եք Անի ջան, ու Կարմիրը ձեզ շատ ասազում, ինձ Կարմիր երբեք չի սազել, իսկ ձեզ շատ ասազում։ Եվ ես մաղթում եմ ձեզ, որ ձեր հյուրերը լինեն անկեղծ ու երջանիկ։ Անչափ շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնան էր, կհանդիպենք։